Չգիտեմ ձեր համար ինչն է ծիծաղալու, բայց սա շատ լացելու իրավիճակ է։ Շատ լացելու իրավիճակ, որտեղ կինը անտեսված է այս պարագայում, կինը լքված է, կինը արհամարված է, եւ կինը զրկված է հարգանքից։ Ինչի համար։ Տղամարդը կարա վայելի հաճույքները կյանքի, կինը ոչ։ Ով ասել, որ հարաբերությունները կարճ տևելու պարագայում կնոջ մոտ կա օրգազմ։ Կարող դուք գրքում տես բաներ կարդացել եք կամ միտեղ կարդաց, բայց իրականության ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, կինը ոչ թե գոհ է, այլ ձևացնում է, որ գոհ է։ Ինչի է ձևացնում։ Ընտանիքը չի ուզում քանդի, հայկական ավանդույթներն է ուզում պահպանի, ամուսնուն չի ուզում կորցնի, գուցե ֆինանսական կախում ունի, հազար բան կարա լինի։ Տարբեր իրավիճակներ կա լինի, որ կինը չի ուզում։ Ինչ անի, բաժանվի, հելնի, բոլորին ասեն ինչի բաժանվեցիր, ասեն օրգազմ չէի ստանում, բաժանվեցի, կան լավ չես։ Բայց մեծ հաշվով վերցում ես, կարա տես բան լինի իրականության մեջ։ Հիմա տեսեք հարցը ստեղ ինչու՞մն են կերներ։ Կանեք վազում են գինեկոլոգների մոտ, պատմում են, ասում են բժշկուի ջան, չեմ կարողանում հանգստանամ, օրգազմի չեմ հասնում։ Ինչ անի խեղճ գինեկոլոգը, նա вообще թեմայի մեջ չկա սեքսի։ Նկատում որպես մասնագետ։ Ինչ որ sense խայտաբղետ խորհուրդներ տալիս են մեկ-մեկ, լսել եմ, կանայք ովքեր օրգազմի խնդրով գալիս են, նախկինում եղել են իրենց բժշկու մոտ հարցեր են տվել, խայտաբղետ ինչ որ խորհուրդներ մի անգամ տեսա ինչ որ դեղորայք էին նշանակել։ Բայց դե գիտեք ոնց է հիմա օրգազմը պետքա որպես կին օրգազմ ստանա, իր կողքին պետքա օրգազմի հասցնող տղամարդ լինի։ Եթե այդ օբյեկտը չկա կամ այդ օբյեկտը կա, բայց ճիշտ չի աշխատում, պարզապես օրգազմ ինչե վերջ չի լինելու։ Եվ երկարատև առկա այսպիսի խնդիրներն ի վերջո քանդում են զույգի միջ եղած փոխհարաբերությունները բերելով ամուսնալուծությանը։ Կզարմանաք, չեք զարմանա, կհավատաք, չեք հավատա։ Այսօր մեր երկրի տխուր վիճակագրական տվյալները փաստում են այն մասին, որ բաժանություններն ավելի շատ են, քան ամուսնությունները։ Եվ այդ բաժանությունների մեջ, որպես դրդապատճառ, կարևորվում է նաև սեռական խնդիրները, որտեղ զույգերին միացնում է անկողինը, սեքսը, փոխհարաբերությունները եւ բաժանում է նաև դրանց վատ վիճակը։